Արտիկի համար ինչ նոր համագործակցություն ձեռք բերեցիք, ինչ կապեր ձեռք բերեցին, այս կլոր սեղանը ավարտվեց։ Այո, քննարկումների մեջ ենք, որ հասկանանք, թե ավելի հարմար որ համայնքներն են նախընտրելի Արտիկին, ըստ այնու պայմանավորվածություն ձեռք կբերենք։ Այս պահին հələ ոչ մի այդպես կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մի հայտարարություն, ավելի ճիշտ ես ռեպորտաժ էի տեսել, որտեղ ասում էին՝ ի տարբերություն Գյումրիի, Արտիկ քաղաքը 2024 թվականի պլանը գերակատարել է։ Այո։ Լավ իմաստով էլ այսպես։ Սեփական եկամուտների մասին է խոսքը։ Այո։ Հասկանալ ինչ ձև է գերակատարվել, որ Արտիկ քաղաքի կենտրոնական փողոցները շարունակում են մնալ չասֆալտապատված խրամատներ հիշեցնող ձևով ծաղկեցնում քաղաքը։ Իմ փողոցները մեր ջան, որոնք որ ձեր ներկայացվածի նման չեն, ասեմ արդեն, որոնք որ այդ ձեր խրամատներն են հիշացնում, անձրևային եղանակները թույլ չէր տա, որ փոսալցումներ կատարվեր, փոսալցումները արդեն ամբողջովին կատարված են, ասֆալտապատված են, իսկ Բարանյան փողոցն էլ մրցույթը հայտարարված է, ամսի 15-ին մրցույթը կբացվի ու ամբողջովին կասֆալտապատվի։ Այդ դեպքում պլանը ինչով էր գերակատարվել, ինչն է կարել։ Սեփական եկամուտների հաշվին։ Սեփական եկամուտները նորմալ հավաքագրվել է, ժամանակին հավաքագրվել է, ունեցել ենք, եթե չեմ սխալվում, 110%-ի կարգի։ Եվ պարոն Ոսկանյան, վերջին շրջանում շատ էր խոսվում Տուֆաշենի եւ Նորկյանք գյուղերի արոտավայրերի թեման, ինչ որ խնդիրներ էր առաջացել, բնակիչները դժգոհում էին, որ ձեր հովանավորչությամբ ինչ որ մեկը Ձևակերպումը մեր ջան, ձևակերպումը սխալ է։ Դե հիմա որ ներկայացնում եք այդպես չէ, եթե դուք հետևել եք այդ ամեն ինչի, վարչական ղեկավարը այդ ամեն ինչի բարձրաբանումները տվել է, մեզ մոտ համապատասխան մասնագետները նմանապես։ Եվ ձեր վերջին թանկարժեք մեքենան, պարոն Ոսկանյան, ինչ միջոցներով եք գնել, որ ՔՊ-ի վարչության, ինչպես նաև նախաձեռնող խմբի նիստերին մասնակցությամբ գալիս եք։ Նաև թանկարժեք մեքենան, այդ ձեր ներկայացած թանկարժեք մեքենան չէ, ես միշտ էլ մեքենաներ ունեցել եմ, մեքենան պատվիրել եմ ընկերներից բերել են Ուկրաինայից, որովհետև այնտեղ ավելի էժան էր, իմ մեքենան օդարել եմ, նոր մեքենա եմ վերջ բերել։ Պարզապես ձեր աշխատավարձը բավականացնում է։ Աշխատավարձը հետ ինչ կապ չունի, ես ասեցի, չէ, որ ես նախկինում էլի ունեցել եմ նմանատիպ թանկարժեք մի մեքենա չէ, մեքենաներ, այսօր նորից մեքենա ստվել եմ, ուրիշ մեքենա եմ վերցրել։ Իսկ վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեք, դուք կիսում եք նրա գրառումների բովանդակությունը կամ մոտեցումը, ինչպես նա օրինակ թիրախավորում է հայ առաքելական եկեղեցու սպասավորներին հոգևորական դասի ներկայացուցիչներին։ Մեր ջան, ես կարծում եմ, որպես Արտիկ համայնքի ղեկավար ձեր բոլոր հարցերին պատասխանեցի։ Ես ոչ մի Արտիկ քաղաքում կան եկեղեցիներ, որոնք չուլանանոց են։ Դուք պարզապես ինձ հարց ուղղեք Արտիկ համայնքի հետ կապված։ Համայնքում կան եկեղեցիներ, որոնք Արտիկ համայնքում կա եկեղեցիներ, բայց հիմա Արտիկ քաղաքի եկեղեցիները ձեր ասած հետ ինչ կապ չունի ու ես էլ Արտիկ համայնքի հետ կապված ձեր բոլոր հուզող հարցերին պատասխանեցի։ Շնորհակալություն։